Նինոսմինդայի մունիցիպալիտետում մարզական կյանքը վերելք է ապրում։ Հաղթանակ հաղթանակի հետևից։ Հաջողություններ, որոնց մասին խոսում են մարզիչները։ Մեր անդրադարձը մարզադպրոցի ֆուտբոլի հաջողություններին է։ Ինչպես անցյալ տարի խոստացել էր մարզիչ Արշակ Պոդոսյանը, որ պիտի լինեն առաջատարը, քայլերը կարծես գնում են այդ սլաքի ուղղությամբ։ Ասեմ, որ ես անցած տարի այս հարցազրույցի ժամանակ ասացի, որ առաջի տարին է, մենք պետք է գրավենք գոնե երկրորդ տեղը, մյուս տարի մտածենք առաջի տեղի համար։ Ավաղ այս տարի սկսվել է առաջնություն, արդեն 3 խաղի խաղաց է Սամսխե Ջավախեթի առաջնությունում, որտեղ մեր տարիքային փնջում մասնակցում են 10 թիմեր եւ լավ պատրաստված թիմեր են։ Ասեմ, որ մենք էլ վատ չենք պատրաստվել, ելնելով կլիբանական պայմաններից, այս թող ու փոխից, անձրևի տակից, բայց էլի, ինչպես ասում է, ծելում ենք, ծաղկում ենք եւ միշտ աշխատում ենք, որ հաղթանակով վերադառնանք տուն։ Եվ ներկա պայմանում այդպես է, քանի որ 3 խաղի ենք խաղաց է, առաջի խաղը հաղթանակ, երկրորդ խաղը շատ բարդ խաղ, որը խաղացել ենք 6-6 Բորժոմի քաղաքում Բորժոմի թիմի հետ, երրորդ խաղը 3 էր եւ այստեղ այս խաղացինք Ադիգենի ֆուտբոլի ակադեմիայի թիմի հետ, որը միշտ շատ ծանր խաղ է եղել յուրաքանչյուր տարի, երբ մենք իրար հանդիպել ենք, բայց այս տարի շատ հեշտ կերեցինք, 5-1 հաշվով կերեցինք եւ շարունակվում է առաջնությունը։ Առջևում կան նաեւ լավ թիմեր, Ախալցիխեի ակադեմիայի թիմն է, Թորին է, Բորժոմի։ Մենք աշխատում ենք, որ այսպես շարունակենք, մինչև առաջատար լինենք խոր աշնանը։ Մեր խնդիրը դա է։ Ես ասեմ, որ այս տարի մենք մարզադպրոցից ստացել ենք, մեր թիմը նոր համազգեստով համալրված է։ Մեր մարզադպրոցը միշտ ուշադրության կենտրոնում է, ամեն ինչում մեր կողքին է, աջակցում է մեր անցուդարձին, հնարավորություն է ստեղծում պարապմունքներին, իհարկե շատ ծանր է պարապմունքները, քանի որ մարզադահլիճում պարապելը, հետո դերսում ֆուտբոլ խաղալը շատ տհաճ երևույթ է, ելնելով մեր փորձից, մեր տարեց փորձից, մենք պարապմունքներ հասկացնում ենք դերսում, հաշվի չառնելով կլիմայական պայմանից, անձրև է, ծուն է, բուք է, քամի է, մենք պարապմունքը անպատճառ հասկացնում ենք դերսում, որովհետեւ երեխաները ադապտացված մտնեն դաշտ։ Հուսանք, որ առաջիկայում եւս կդանենք էլի հաղթանակներով կվերադառնանք եւ նորից կհանդիպենք, կասենք, որ հաղթանակով ենք վերադարձել։